Բարև ձեզ, ես Լիաննան եմ Համբարձումյան, բժիշկ արյունաբան Յուլիան Արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնից։ Այսօր ցանկանում եմ անդրադառնալ արյան ընդհանուր քննության թեմային։ Նախ, ինչ է արյան ընդհանուր քննությունը։ Ինչքան էլ որ անունից կարող է թվալ, բայց դա այն հետազոտությունը չէ, որը ցույց է տալիս, թե առհասարակ օրգանիզմում ինչ է կատարվում եւ օրգանիզմում կատարվող բոլոր process-ների մասին պատկերացում տալ, սակայն տալիս է շատ հարցերի պատասխան։ Ուզում եմ նշել, որ արյունը եւս օրգան է, կազմված իր ձևավոր տարրերից եւ հեղուկ մասից։ Արյան ընդհանուր քննությամբ մենք պատկերացում ենք կազմում հիմնականում արյան ձևավոր տարրերի ֆունկցիայի մասին։ Արյան ձևավոր տարրերն են լեյկոցիտները կամ արյան սպիտակ բջիջները, որոնք մեր իմուն համակարգի խաղացողներն են, իմուն համակարգի ֆունկցիայի մասնակիցներն են։ Մյուսը արյան կարմիր բջիջները կամ էրիթրոցիտներն են, որոնք իրենց մեջ կրում են հեմոգլոբինը եւ որոնց հիմնական ֆունկցիան օրգանիզմում թթվածնի տեղափոխումն է եւ հյուսվածքներին ու բջիջներին թթվածնով մատակարարումը, եւ մյուսը թրոմբոցիտներն են, որոնց հիմնական ֆունկցիան այնպես անելն է, որ մենք չառնահոսենք։ Ինչ շեղումներ ենք առհասարակ սպասում տեսնել արյան ընդհանուր քննության մեջ։ Կարող են տեսնել արյան բոլոր ձևավոր տարրերի հետ կապված քանակական փոփոխությունները եւ քանակի նվազում եւ ավելացում, օրինակ լեյկոցիտների, օրինակ թրոմբոցիտների, հեմոգլոբինի կամ արյան կարմիր բջիջների հետ կապված, եւ այս բոլոր փոփոխությունները կարող են կրել եւ երկրորդային բնույթ, պայմանավորված լինել այլ օրգան համակարգերի հիվանդությամբ կամ հենց լինեն արյան հիվանդության արդյունքում։ Այլ խնդիրներ ասելով նկատի ունեմ, որ շատ հաճախ լեյկոցիտների քանակի բարձրացում կամ նվազում կարող է դիտվել ինֆեկցիաների պարագայում, այլ պատճառով բորբոքումների, օրինակ աուտոիմուն հիվանդությունների, իմունոդեֆիցիտային վիճակների պարագայում, թրոմբոցիտների քանակի եւ հեմոգլոբինի քանակի փոփոխություն, այսինքն սակավարունություն օրինակ, նվազում։ Կարող ենք տեսնել երկաթի պակասի դեպքում կամ B խմբի վիտամինների պակասի, նույն երկաթի պակասի դեպքում կարող ունենալ թրոմբոցիտների քանակի ավելացում։ Ուզում եմ ասել, որ ցանկացած շեղում, երբ որ դուք կտեսնեք ձեր արյան ընդհանուր քննության մեջ, որովհետեւ այսպես պլյուսի կամ մինուսի կամ մքեցված հատված, որը նորմայից շեղում է, չենք շտապում խուճապի մատնվել, որովհետև դա կարող է լինել ընդհանրապես երկրորդային փոփոխություն կամ որևէ նուտրիենտի պակասի արդյունքում։ Դրա համար խորհուրդս է, որ շեղում նկատելու դեպքում դիմեք մասնագետի։ Առհասարակ ինչ հաճախականությամբ արժի հանձնել արյան ընդհանուր քննությունը։ Սովորաբար խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ պրոֆիլակտիկ նպատակով հանձնել, բայց եթե դուք ունեք գանգատներ, օրինակ վաղ հոգնածություն եք նկատում, ունեք ընդհանուր թուլություն, աստիճանները բարձրանալիս եք հեվում կամ նույնիսկ սովորական պայմաններում, մարմնի վրա կապտուկներ եք նկատում առանց հարվածելու, ունեք քթային լնդային առնահոսություններ, առատ դաշտան կամ այսպես ասած հաճախ եք հիվանդանում, հաճախակ եք ինֆեկցիաներ տանում, այս բոլոր դեպքերում բնականաբար ավելի վաղ ենք հանձնում արյան ընդհանուր քննությունը։ Դա շատ հեշտ հետազոտություն է, մատից կամ երակից վերցվող, որը պատրաստ է լինում սովորաբար րոպեների ընթացքում եւ կարող է շատ հարցերի պատասխան տալ եւ այսպես առաջին ուղղորդիչ հետազոտությունը լինել։ Եվ եւս մի պարամետրի մասին եմ ցանկանում խոսել, դա բնակության մեջ հայտնի ROE ասվածն է, N-ն, էրիթրոցիտների նստեցման արագությունը, որ շատ հաճախ է այնպես լինում, որ պացիենտները խուճապի մատնված դիմում են զուտ ROE-ի բարձր ցուցանիշի համար։ Ուզում եմ նշել, որ երկու դեպքում առհասարակ ROE-ի բարձրացումը նորմալ է։ Դա հղիության որոշակի ժամկետներն են նորմայում բարձրանում է եւ ծերերի մոտ կարող է նորմայում հենց բարձր լինել։ Դրանից դուրս բարձր ROE կարող է լինել, եթե ունենք հեմոգլոբինի քանակի նվազում, այսինքն անեմիա կամ ցանկացած տեղակայման բորբոքման պարագայում, օրինակ ինֆեկցիաների պատճառով կամ աուտոիմուն բորբոքումների։ Ուզում եմ ասել, որ ROE-ի բարձրացումը չի նշանակում, որ ինչ-որ խուճապի մատնվելու առաջին պատճառ ունեք, լավ։ Եվ խորհուրդս կլինի այն, որ վաղ դիմեք բժշկի կամ ավելի խրախուսելի է պրոֆիլակտիկ նպատակով կանխարգելիչ դիմել եւ որ ավելի կարեւոր է չվախենալ։ Առողջ եղեք։